Ինչու է Իսրայելը չնայած Իրանի հետ հայտարարված հրադադարին շարունակում ուժգին հարվածները Լիբանանի դեմ։ Թել Ավիվը պատճառաբանում է, թե փորձում են չեզոքացնել Հեզբոլլահ զինված խմբավորումից Իսրայելին սպառնացող վտանգները։ Բայց այն, ինչ այսօր բացահայտորեն անում է Իսրայելը, դա էքսպանսիայի փորձ է։ Նեթանյահուն չի էլ թաքցնում, որ իր ուզածը Լիբանանի հարավում տարածքներ վերցնելն է։ Հարավում են կենտրոնացած Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահ խմբավորման հիմնական ենթակառուցվածքները։ Մարտի 2-ին Իսրայելը ցամաքային ներխուժում սկսեց Լիբանան, հայտարարելով, որ 30 կիլոմետրանոց բուֆերային գոտի է ցանկանում ստեղծել, որը պետք է ձգվի երկրի հարավում մինչև Լիտանի գետը։ Հենց այստեղից է Հեզբոլլահը կիրառում իր կարճ հեռահարության հրթիռները հարվածելով Իսրայելին։ Իսրայելն ասում է, որ ձգտում է ֆիզիկապես ոչնչացնել այս գոտում գտնվող թունելներն, արձակման կայանքները, որպեսզի Հեզբոլլահին հետ մղի Լիտանի գետից այն կողմ ու ապահովի իր հյուսիսային բնակավայրերի անվտանգությունը։ Ընդ որում Իսրայելը օգտվելով պատերազմական վիճակից այս տարածքները ամայացնելու մարտավարություն կիրառեց։ Նախ հորդորեց այդ տարածքների խաղաղ բնակիչներին լքել իրենց բնակավայրերը հարվածների թիրախում չհայտնվելու համար եւ ինչի հետևանքով էլ ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված եղավ հեռանալ իրենց տներից։ Դրանից հետո էլ Իսրայելը հայտարարեց, որ նրանք չեն կարող վերադառնալ, քանի դեռ Իսրայելի հյուսիսային շրջանների բնակչության անվտանգության երաշխիքներ առկա չեն։ Սա նշանակում է, որ այս մարդիկ հնարավոր է երբեք էլ չվերադառնան իրենց բնակավայրեր։ Հիմա էլ երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը հրադադար են հայտարարել ու պատրաստվում են բանակցություններ, Իսրայելը շարունակում է հրթիռակոծել Լիբանանը։ Այսպիսով հրադադարին հաջորդած ժամերին ամենածանր հարվածներն է հասցրել։ Ընդամենը 10 րոպեի ընթացքում իսրայելական բանակը շուրջ 100 թիրախ է խոցել ամբողջ Լիբանանում, միայն մեկ օրում սպանելով ավելի քան 250 մարդու։ Միացյալ Նահանգներին ներքաշելով մերձավոր արևելքում պատերազմի մեջ, ըստ էության Իսրայելը հնարավորություն ստացավ իրականացնելու հարավային Լիբանանը զավթելու, այն անեքսիայի ենթարկելու իր տասնամյակների ծրագիրը։ Դեռևս 1918 թվականին սիոնիզմի վաղ շրջանի առաջնորդ Իսրայելի հիմնադիր հայրերից մեկը համարվող Դավիթ Բեն-Գուրիոնն ասում էր, որ Իսրայելի բնական սահմանները պետք է ներառեն ներկայիս Սիրիայի, Եգիպտոսի, Արաբական ծոցի որոշ հատվածներ, ինչպես նաև հյուսիսում ձգվեն մինչև Լիտանի գետը։ Միայն անվտանգության նկատառումով չէ, որ Լիտանի գետի նկատմամբ վերահսկողությունն այդքան ցանկալի է Իսրայելի համար։ Սա լուրջ ակտիվ կարող է դառնալ Իսրայելի համար, որը ջրի սակավության խնդիր ունի։ Մինչդեռ Լիբանանի համար այս գետի նկատմամբ վերահսկողությունը կորցնելն ազգային անվտանգության սպառնալիք կարող է լինել, քանի որ Լիտանն է երկրի ջրի հիմնական աղբյուրը, որից կախված է Լիբանանի ջրի, պարենի ու էներգետիկ անվտանգությունը։